Արտերկրի առաջատար գիտական կենտրոններից Հայաստան։ Կառավարությունը շարունակում է խրախուսել միջազգային փորձ ունեցող գիտնականների վերադարձն ու աշխատանքը հայրենիքում, առաջարկելով մրցունակ ֆինանսավորում եւ հետազոտական ծրագրեր։ Արդեն մի քանի տարի գործող ծրագրի շնորհիվ ձևավորվում են նոր գիտական խմբեր, ստեղծվում ժամանակակից լաբորատորիաներ, իսկ իրականացվող հետազոտությունները նպաստում են երկրի գիտական եւ տեխնոլոգիական զարգացմանը։ Վերադարձած գիտնականներից մեկն օրինակ Հայաստանի ընդերքի ուսումնասիրությամբ արդեն նոր տվյալներ է բացահայտել, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ նաև տնտեսության համար։ 1-2 րոպե ու դաշտային պայմաններում հնարավոր է հասկանալ լեռնային ապարների, միներալների 40-ից ավելի քիմիական տվյալներ։ Ավելի քան 27 միլիոն դրամանոց այս դյուրակիր սարքը ձեռք են բերել պետության աջակցությամբ։ Նաև դրանով են Հայաստանի ամբողջ տարածքում անհրաժեշտ երկրագիտական նախնական ուսումնասիրություններ անում, քարտեզագրում։ Մենք շատ արագ կարող ենք օրական 100 անալիզ անել սրանով, իսկ եթե նմուշարկում ենք անում, բերում լաբորատորիա եւ դա ժամանակատար է եւ նաեւ շատ ծախսատար է։ Սամվելը 2014-ին Հայաստանից Շվեյցարիա գնաց գիտական գործունեության ավելի լայն հնարավորությունների հետևից։ 7 տարի Ժնևի համալսարանում հետազոտություններ անելուց հետո հայրենիք վերադարձավ Հայաստանի գիտական համայնքի արտերկրի գիտնականների ինտեգրում ծրագրով։ Պետությունից 5 տարվա ֆինանսավորում ստացավ, գիտական թիմ հավաքեց, ստեղծեց ժամանակակից լաբորատորիա։ Մենք ունենք բավականին նոր տվյալներ, օրինակ պղիզմոլիբդենային հանքավայրերով բացի պղիզմոլիբդենից ունենք նաև վրենիում, սելեն, տելուր, բիսմութ, այլ կրիտիկական մետաղներ, որոնք կապված են այդ հանքավայրերի հետ, նաև բարձր պարունակություններ կան, որոնք կարող են արդյունաբերական լինել։ Այս հանքանյութերն այսօր օգտագործվում են կանաչ էներգետիկայի, մարտկոցների, միկրոչիպերի արտադրության մեջ։ Դրանց պաշարների որոնումը վերածվել է համաշխարհային մրցակցության։ Կրիտիկական մետաղների հիմնական մատակարարներն աշխարհում ընդամենը մի քանի երկիր է, իսկ պահանջարկը տարեցտարի աճում է, փնտրում են մատակարարման նոր ուղիներ։ Երբ 2021-ին պետական պատվերով այդ ուսումնասիրությունները նոր էին սկսում, դժվար էր պատկերացնել, որ արդեն 2026-ին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կստորագրեն կրիտիկական հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության շրջանակային հուշագիր։ Պրոյեկտի ավարտին մենք ունենանք մեծ տվյալների բազա, որը կտրամադրվի կառավարությանը, որտեղ կնշվի մենք ինչ մետաղներ ունենք Հայաստանում այդ կրիտիկական մետաղներից եւ որոնք ինչ պարունակություններ կան եւ որոնք կարող են լինել արդյունաբերական։ Կառավարությունը 2022-ից սկսեց արտերկրի գիտնականներին Հայաստան կանչել։ Միջազգային գիտական միջավայրում հաջողությունների հասած հետազոտողներին առաջարկվում է մինչև 300,000 եվրոյի ֆինանսավորում գիտական գործունեությունը Հայաստանում ծավալելու համար։ Աշխատավարձի հնարավորությունները բավական մրցունակ են, կա պայման, որ մեկ տարվա ընթացքում պետք է հյուրընկալող կազմակերպությունը նաև իրենց ներառի իր հիմնական աշխատակիցների ցուցակում, ինչը նաև աշխատանքի ապահովության տեսանկյունից գրավիչ, ինչպես նաև լրացուցիչ եկամուտ է։ Ծրագրին կարող են դիմել ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ օտարերկրյա գիտնականներ։ Պարտադիր պայման է առնվազն 5 տարով տեղափոխվել Հայաստան։ Մրցույթը անցկացվում է տարեկան 2 անգամ։ Միայն այս տարվա առաջին փուլում արդեն 19 հայտ են ներկայացվել, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տվել, արտերկրից ժամանած գիտնականների համար երբեմն դժվար է անմիջապես ձևավորել ամբողջական հետազոտական թիմ։ Կլինի անհատական դրամաշնորհ, որի շրջանակներում անձը մինչև 1 տարով կգա հայկական որևէ գիտական կազմակերպությունում հետազոտություն իրականացնելու, այդ ընթացքում արդեն կծանոթանա, կհավաքի իր թիմը ու ըստ էության արդեն երկրորդ շրջափուլում կդիմի թիմի հետ։ Առաջիկա մրցույթներում ելի փոփոխություններ կլինեն։ Կառավարությունն արդեն հաստատել է գիտության զարգացման ռազմավարությունը եւ այն նախագծերը, որոնք կհամապատասխանեն երկրի գիտական ու տեխնոլոգիական առաջնահերթություններին, գնահատման ընթացքում կստանան լրացուցիչ առավելություններ։